Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են դեկտեմբերի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, գրված է հաղորդագրության մեջ։ Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բազմապատճառային են և հաճախ առաջանում են միաժամանակ մի քանի գործոնի համադրմամբ։ Դրանք կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի՝ կազմակերպչական, մարդկային, հոգեբանական, տեխնիկական և վերահսկողական։ Ցավոք, դեռ հայտնի չէ, որն է պատճառը զինվորի մահվան։ Բանակի ներքին կառավարման խախտումները համարվում են գլխավոր գործոններից մեկը, այդ թվում ստորաբաժանումների աշխատանքը ոչ լրիվ վերահսկելը, հրամանատարների կողմից անվտանգության կանոնների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, չկատարվող կամ թերի իրականացվող ներքին ստուգումները, անվտանգության հանձնարարականների ոչ պատշաճ պահպանումը։ Առաջինն անվտանգության կանոնների խախտումը կարող է լինել պատճառ։ Զինվորական ծառայության կարևոր մաս է զենքի և տեխնիկայի անվտանգ կիրառումը։ Խնդիրները սովորաբար առաջանում են, երբ զինվորները չունեն բավարար գիտելիքներ, հրահանգիչները չեն ապահովում կանոնների լիարժեք կատարում, զինատեսակներից օգտվելիս թույլ են տրվում տեխնիկական կամ մարդկային սխալներ։ Բանակում մեկ սխալ գործողությունը կարող է հանգեցնել մահացու հետևանքների։ Պատրաստվածության մակարդակը տարբեր ստորաբաժանումներին կարող է զգալիորեն տարբերվել։ Այս խմբում խնդիրները բազմաթիվ են՝ մասնագիտական ուսուցման ոչ բավարար մակարդակ, պրակտիկ վարժանքների սահմանափակություն, հրամանատարների և նորակոչիկների միջև փորձի մեծ տարբերություն։ Հուսով ենք, որ շատ շուտով քննություն կիրականացվի ու կպարզվի որն է եղել զինծառայողի մահվան պատճառը։ Հուսանք, որ հրամանատարական կազմի թերացումը չէ։